Անձնագրային բաժանմունքներում մատուցվող ծառայություններից օգտվելու և հերթերից խուսափելու համար անհրաժեշտ է առցանց տարբերակով նախապես օր և ժամ ամրագրել։ Դրա համար հեռախոսով կամ համակարգչով պետք է մուտք գործել migration.e-gids.gov.am կայքը և անձնագրի հետ կապված գործողությունների համար, օրինակ անձնագրի փոփոխության դեպքում, ընտրել 16 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացու անձնագրավորում տողը, այնուհետև սեղմել ամրագրել այս կոճակը։ Գրանցման կանոններին ծանոթանալուց հետո սեղմել լրացնել դիմումը կոճակը։ Բացված պատուհանում լրացնել էլ-փոստի հասցեն։ Այստեղ կարևոր է ուշադիր լինել և առանց սխալի նշել էլ-փոստի հասցեն, քանի որ հենց էլ-փոստին է ուղարկվելու անհրաժեշտ կոդը։ Այնուհետև պետք է լրացնել հեռախոսահամարը և սեղմել առաջ կոճակը։ Նշված էլ-փոստին անմիջապես ուղարկվում է մեկանգամյա կոդը, որը մինչև 1 րոպեի ընթացքում պետք է լրացնել այստեղ։ Դրա համար բացենք էլ-փոստը, տեսնելու ուղարկված 6 նիշանոց կոդը, այնուհետև լրացնենք այն բացված պատուհանում և սեղմենք առաջ կոճակը։ Այստեղ անհրաժեշտ է ընտրել մարզը համայնքը, տվյալ դեպքում ընտրենք Երևանը, այնուհետև ընտրենք Երևանում գործող մեզ անհրաժեշտ անձնագրային բաժանմունքը, օրինակ Աջափնյակի բաժինը։ Դրանից հետո գրենք անունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը և սեղմենք ընտրել օր և ժամ կոճակը։ Մի փոքր սպասենք, մինչև համակարգը բացի օրացույցը։ Բացված պատուհանում ընտրենք մեզ անհրաժեշտ ամիսը, օրը, ժամը և սեղմենք ընտրել օրն ու ժամը կոճակը։ Էկրանին կհայտնվի այցելության հաստատում գրությունը։ Այստեղ նշվում է, որ անհրաժեշտ է ներկայանալ անձնագրային բաժանմունք ամրագրված ժամից առնվազն 15 րոպե առաջ և բաժանմունքի տերմինալում ակտիվացնել տրամադրված կոդը։ Տրամադրված կոդը հետևյալն է։ Համակարգը տվյալ կոդը ուղարկում է նաև մեր էլ-փոստին։ Համապատասխան օրը նախատեսված ժամից առնվազն 15 րոպե առաջ մոտենալով անձնագրային բաժանմունք, հերթագրման համար նախատեսված տերմինալի ունեք նախապես ամրագրած հերթագրում հարցին ի պատասխան, սեղմենք այո տողը, հավաքենք մեր էլ-փոստին մինչ այդ ուղարկված 4-անիշ կոդը, այնուհետև սեղմենք անձնագրային գործողություններ տողը և առաջ կոճակը։ Ցանկանում եք հերթագրվել հարցին ի պատասխան, սեղմենք այո տողը, վերցնենք կտրոնը և սպասենք մեր կողմից ամրագրված ժամին սպասարկվելու։ Ըստ հերթի համարի, թե որ պատուհանին է անհրաժեշտ մոտենալ, կերևա բաժանմունքում փակցված էկրանին։ Քանի որ այս օրինակում անձնագրի փոփոխությունն է ներկայացված, հետևաբար հետևյալ փաստաթղթերով պետք է մոտենալ անհրաժեշտ պատուհանին։ Պետական տուրքը կարելի է վճարել թե բաժանմունքում տեղադրված տերմինալով և թե բանկային քարտով։ Տերմինալով վճարելու դեպքում, բացի պետտուրքի վճարի չափից, այն է տվյալ դեպքում 1000 դրամ, պետք է վճարել նաև մի քանի 100 դրամ միջնորդավճարը, իսկ քարտով վճարելու դեպքում միջնորդավճար չի պահվում։ Քարտով վճարումը իրականացնում է տեղի աշխատակիցը։ Վերոնշյալ անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան պատուհանում հանձնելուց հետո աշխատակիցը տրամադրում է նոր անձնագրի ստացման օրվա վերաբերյալ ստացականը, սովորաբար նոր անձնագիրը պատրաստ է լինում 5 աշխատանքային օրերի ընթացքում։ Համապատասխան օրը մոտենալով անձնագրային բաժանմունք, անհրաժեշտ է կրկին մոտենալ հերթագրման տերմինալին։ Այս անգամ ունեք նախնական ամրագրած հերթագրում հարցին ի պատասխան սեղմում ենք ոչ տողը, այնուհետև պատրաստի անձնագրի ստացում տողը։ Իսկ ցանկանում եք հերթագրվել հարցին ի պատասխան, սեղմում ենք այո տողը, վերցնում կտրոնը և սպասում մեր հերթին։ Սովորաբար նոր անձնագիրը կամ նույնականացման քարտը տալիս է բաժնի ղեկավարը։